Սիրելի հետևորդներ, բարևներ, ողջույններ։ Ես այսօր ոչ դաշտ, ոչ հողամաս չեմ գնում։ Մնացել եմ տանը, տան գործեր, իհարկե աշխատանքի գնացել եկել եմ արդեն։ Իջա մի հատ մեծ հավեսին կաղամբ գնեցի։ Ահա, տեսեք, ինչ լավ կաղամբ է, իսկական տոլմայի կաղամբ, թարս։ Այն որ գնում ես, ուզում ես տոլմայի կաղամբ գնես, չի լինում, թթվի տենց փոքր կաղամբներ են լինում։ Հիմա էլ ինձ պետք էր փոքր կաղամբ, տոլմայի կաղամբ հանդիպեց, չնայած տոլմա 3 եմ պատրաստել, բայց ոչինչ, լավ կաղամբ է, ասեմ, որ մեզ մոտ կաղամբի կիլոգրամը արժե 100 դրամ։ Անցած անգամ այս 5 լիտրանոց բանկայով պատրաստեցի, շոթ համով էր, խրխրթան, ոչ ծորած ու արագ էլ վերջացավ։ Դուք պատրաստում եմ իմ հետևորդու համար, որ ապրում է օտար երկրում, իմ բաղադրատոմսերը շատ է հավանում։ Բաղադրիչները հեսա կդնեմ, իհարկե մեկ բաժակ կոֆեից հետո Ամալյան գալիս է, կոֆե խմենք, մի հատ նոր։ Բայց ասեմ, որ մի հատ բազուկ եմ գնել, հողամաս չէին գնացել, թե չէ անցած է իմ հողամասի բազուկով եմ արել, մի 2 գազար ու կաղամբ։ Օպ, շատ տեղափոխեմ այստեղ, կլվանամ իհարկե, եթե չեմ սխալվում, հանում ենք դափնու տերև, չորացրած սամիտ, ինչ հավեսին էր սամիթի հոտը, սխտոր, սև պղպեղ, մի խոսքով բաղադրիչները, այ մոռացել էի, այստեղ ես ունեմ դափնու տերև, սա դնեմ տեղը, լավ, առաջնահերթ մի հատ կոֆե դնենք, Ամալյան հեսա կգա։ Կամաց միացնեմ, մինչև կգա։ Սա մեր սիրած կոֆեից է, այն լավ կոֆեից, որ հավեսին բուրում է։ Այս թթու դնել խաղու պարամ, 1 վայրկյանի գործ է։ Իմ կտրոնն է, որ ես պարտադիր նայում եմ։ Այստեղ ես էլի բաներ եմ արել, մորիչ, մակ կոֆե։ Ճիշտն ասած, այս դրոժը տանը ունեմ, բայց ժամկետն անցել։ Խմորը անում եմ, լավ չի գալիս։ Վերցրել եմ, որ կլոր գաթա անեմ։ Հեն էլ կատ չենք ճարում։ Չնայած ինձ թվում է, որ մածունով էլ կարելի է գաթա անել։ Ահա, տեսնենք, կարելի է մածունով էլ անել։ Չկա Ամալյան, արդեն կոֆե ենք խմում։ Բարև ձեզ, ոնց եք։ Ես հատուկ բարևներ եմ քեզ այսօր ուղարկել ձեզ։ Իմ հետևորդուհին Ամերիկայից, ասել է, կասեք, ես ինչ լավ կին է, բարևներ, շատ սիրում ենք, շատ շնորհքով կին է, հավեսին, տենց անող, դնող, էփող, թափող, հա, ասիմ անպայման կփոխանցեմ։ Շատ շնորհակալություն։ Այ, իրաց բարևում, ամենակարող բաներն եմ ցանկանում։ ապրես։ Օտար երկրներում։ Հա, բա իրանք էլ մեզ նայում են, Հայաստանի կարոտը առնում են։ Կիրակի հիմա գնում ենք սոխ հանելու, հա։ Անով ես թան։ Կա այդտեղ չէ թան տուն։ Ոչ ես կեթա։ Ես կեթան քանով բախ եմ, բայց սոխ չեմ տամ այն լոբիները հավաքեմ, ինչ որ լոբիները հավաքեմ։ Մնացի ինչ։ Հա, ես էպտի հավաքեմ, հա։ Ինով է կա։
Կատուրբիչ քայլ։ Կաղա կատուներն են ծիկվիկ։ Կգան մեր խամյակին կտանեն։ Ման աշխարհի։ Արդեն թթուն եմ պատրաստում, ուրեմն գազար, այս անգամ այս տարբերակով եմ արել, քերիչով անցկացրել եմ երկարավուն, բազուկը նույնպես, դափնու տերև, սև հատիկավոր պղպեղ, սխտորն եմ կտրատել, սամիտ չորացրած ու կաղամբը։ Միշտ ես ձմռան թթուն մեծ տարաներով եմ պատրաստել, բայց հիմա էլ չեմ պատրաստում, որովհետև չեն ուտում, մնում է քիչ-քիչ կաղամբը ու ամենաշատը կաղամբ ենք սիրում, դափնու տերևը, սամիտ, սխտոր, սև պղպեղ ու գազարի շերտ։ Ավելի լավ գույնը կտա։ Էլի փոքր կտորներ, որ շուտ թթվի։ Լավ էլ կաղամբ անտիր սպիտակ։ Հա, շատ։ Հա։ Իպա դադար եմ տալիս։ Աշոտը ինչ անում, ձուկ եմ ակրում, թարմը ձուկ, հավեսին, ես ինչ ձուկա կոչվում աշ։ Չիմանում, սա խառն են ասում։ Ինչ։ Մեկը սև ասում, մեկը կողակ ասում։ Կողակ կամ սև։ Հələ թևը տարենքում թողեն մյուսներն երևան։ Ու գետի ձուկ։ Դու մաքրի, ես քեզ չխանգարեմ, դու էլի։ Ամիտ լցնեմ։ Սխտոր։ Գազարը։ Հավեսին ես սիրում։ Բազուկ։ Ու նորից կաղամբները։ Դասավորեցի բանկայի մեջ եւ ինձ մնում է ջուրը, թթվի աղաջուրը սարքեմ։
Սառը ծորակի սառը ջուր է, սովորական սառը ջուր, ծորակից եմ լցրել, ասեմ, որ այս բանկանը լիտրու կեսանոց է, 1, 2, ու աղն էլ սովորական կերակրի աղ է, խոշոր աղով չեմ անում։ Անմիջապես գույնը տվեց, որովհետև բազուկը քերած էր, իսկ քերած բազուկի գույնը շուտ է տարածվում, կարմրեց։ Վերջ, ժամ կմնա ու կտեղափոխեմ սառնարան։ Ես պարտադիր այս թթուն թթվեցնում եմ սառնարանում։ Ոչ քացախ եմ լցնում, ոչ էսենցիա, ոչ լիմոնի աղ եւ դնում եմ սառնարանում է թթվում ինքը։ Մի քանի օրից արդեն պատրաստ է լինում։ Կիսա թթվել վիճակում էլ սկսում ենք մենք ուտել։ Շատ համով է լինում։ Սիրելի հետևորդներ, այսօր մեր խոհարարը Աշոտն է։ Ուրեմն ձուկ է սարքում, սև ձուկ է, սև կամ կողակ են, չէ՞ ասում։ Երկուսն է։ Բայց շատ համով ձուկ է, գետի ձուկ է, համով ձուկ։ Ես ասեմ, ես այս ձուկը չեմ սիրում։ Հա, բայց ասեմ, որ այս ավելի համով ձկներ էլ կան։ Ես չեմ կասկածում, գիտեմ, որ շատ համով է լինելու։ Ջեռոցում ենք պատրաստելու։ Ինչ? Խամ չեմ ելնի, ես ամենից համով կսարքեմ։ Հա, ես չեմ կասկածում։ Ու մատերս չփրթեմ։ Կավանելի։ Փայլաթի թևով, ջեռոցի մեջ։ Ինչո՞վ։ Փայլաթի թև, ֆոլգա։ Հայերեն փայլաթի թև։ Փայլաթի թև։ Սիմիա քրական ես, նա։ Սենց ես անում, որ կպնի իր բանը վրան։ Հա։ Աղուրը։ Աղ, հա։ Սև պղպեղ։ Էսա։ Շատ քիչ մարզամ ցիտրոն։ Ճիշտ է, հիմա կգրեք, ասեք, ձկանը թարխունն է համեղացնում, բայց ասեմ, որ ցիտրոնով էլ շատ համով է լինում։ Հա, Լիլիթ։ Խաղ չկա։ Կա, հենի խաղ չի, Լիլիթ։ Խաղ, նու, համեր խաղ անում։ Մի փոքր ձեթ է անում, լավ։ Դու։ Սա ես անը։ Չերը թող ես կանեմ, չասես։ Հա, մինչև վերջ քո խոհարարությունն արա դու գործ չունես։ Այ չուտողին։ Ես Օլգայով էլի փակում եմ։
Ցնկած դուխովկեն։ Լավ էլի Աշոտ։ Վա։ Պիտի հումորներ անես։ Թող լավ տականա։ Այս ասա խաշած համով չի դու ջերոցում համով ես ձուկը։ Մամա ջան, դու եթե դու ասեի, բաները դու գիտես, ես կուխնից փերրու մարդ, ես մենակ իմ ժարիտն եմ կարող սարքեմ ուտեմ։ Ձուկը խաշած այն համով է, բայց ջերոցում ավելի համով է ստացվում։ Ինչ իմանանք երբ պատրաստ կլինի։ Ոչ որ գնա թողում տենակ, ոչ էլ։ Ժամն է, ժամպայ դու։ Աշոտ, սոված մեռանք երբ պատրաստ կլինի։ Չիլնի։ Եվ սիրելի հետևորդներ նստենք թախտին, սպասենք ձկանը։ Համիսն է, հաց 2 ժամ անցել է, ինչ ես կունը։ Ինչի պիտի հաց ուտես, դե սպասի եղբայրը ձուկ է, դրե ջերոցը որ ուտենք։ Բալասան նկարում է։ Ես քեզ Գիլասիկ լիլիքն էլ այսօր գիլասիկ։ հա, գիլաս պլյուս կան։ Շեֆ խոհարար, ինչ է կատարվում խոհանոցում է փելա, Մի քիչ կամացածենք, էլի։ որը մեջտեղը դիր։ Հավեսին եղել է, հիմա էլ բացի դիր թող հավեսին կարմերի։ Դիր։ Ձուկը ինչ է արագ եփում է։ Եմ սարքեմ։ Ասես չէ որ հաշվերի։ Հա, հատուկ ձեր համար։ Ես էլ հատուկ ինձ համար։ Ես լավաշ եմ սիրում, դուք մատնակաշ։ Հրանդարի։ Վարակույրն է Համով էր կոնը։ Ահա, շատ համով էր։ Ես ինքն սովորտ եմ։ Ահա։ Մենք էլ այնքան սոված ենք։ Սուպեր, կինո նայել։ Հա, անպայման կինո ենք նայելու այսօր։ Ես ու Մերինա, Վերջապես խոսք եմ տվել, որ մենք դե երկրորդ մասն ենք նայելու ես։ Ավել է ֆելա հավեսին տեղին մի հատ նայեք, ոյ, ապրիմ տղեն։ Դի տեղ բացի եւ մենք վայելում ենք Աշոտի եփած ձուկը տնական մոշի գինիով, եղեգնաձորի լավաշով, վայքի մատնակաշով։ Լավաչասի պավելի մատնակաշով։ Վայ, համի համար չենք կասկածում, շատ համով է լինելու եւ բոլորիդ ասում ենք բարի գիշեր, լավ մնացեք, առողջ եղեք։ Գիշեր բոլորին։ Բարի գիշեր։ Բարի գիշեր։